Բանակը չի կարող գործել քաոտիկ կերպով։ Ցանկացած ստորաբաժանում ունի իր դերը, նշանակությունը, կարևորությունը եւ պատասխանատվության չափը։ Ողջույն։ Եթերում ռազմական բառարանի 4-րդ թողարկումն է։ Եթե ջոկը հայկական բանակում զինծառայողների առաջին օղակն է, ապա դիվիզիան այն համակարգն է, որտեղ այդ ու մնացած օղակները վերածվում են առավել հզոր ուժի եւ լինելով առավել ղեկավարելի։ Դիվիզիա տերմինը որպես այդպիսին ի հայտ է եկել 17-րդ դարում եվրոպական բանակների բարեփոխումների ընթացքում։ Մասնավորապես ֆրանսիական բանակում, երբ Լյուդովիկոս 14-րդ արքան օգտագործեց առաջին անգամ դիվիզիան որպես ստորաբաժանում, մեծաքանակ խմբերը բաժանելով ինքնուրույն ղեկավարվող դիվիզիաների։ Ռուսական բանակում դիվիզիան որպես հիմնական մարտական միավոր սկսվեց օգտագործվել դեռևս Պետրոս առաջին ժամանակաշրջանից։ Իսկ արդեն 19-րդ դարում այն դարձել էր բանակի հիմնական օպերատիվ միավորը՝ իր հրամանատարությամբ, շտաբով, կապի միջոցներով, հրետանիով եւ այլն։ Դիվիզիան միջին մակարդակի մարտական միավոր է, որը կախված տվյալ երկրի առանձնահատկություններից կարող է ունենալ 10-ից մինչև 20,000 զինծառայող։ Նրա կազմի մեջ են մտնում հետևակային կամ մեխանիզացված գնդեր, հրետանային դիվիզիոններ, կապի եւ այլ ստորաբաժանումներ, հակաօդային եւ կապի ստորաբաժանումներ, հետախուզական ստորաբաժանումներ, թիկունքային եւ այլ ծառայություններ։ Սովորաբար ընդունված է, որ դիվիզիան ղեկավարում է գեներալ-մայորը, չնայած իհարկե ստեղծված իրավիճակից ելնելով կարող են նաեւ ունենալ այլ զինվորական կոչումներ։ Պետք է նաեւ ընդգծել, որ մերօրյա բանակներում, հատկապես ՆԱՏՕ-ի ստանդարտների բանակներում, դիվիզիայի օղակը փոխարինվել է բրիգադային օղակով, բայց ռուսական եւ հետխորհրդային տարբեր երկրներում դեռևս այն շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ։ Այժմ անդրադառնանք դիվիզիոնին, թե ինչ այն իրենից ներկայացնում։ Դիվիզիոնը փոքր օղակ է, որը իր մեջ ներառում է միևնույն զինատեսակն ունեցող մի քանի մարտկոցներ։ Օրինակ, մեկ դիվիզիոնը կարող է ունենալ 3 մարտկոց, յուրաքանչյուր մարտկոցում օրինակ 4-ից 6 հրանոթներով։ Պետք է նաև ընդգծել, որ դիվիզիոնը որպես ստորաբաժանման տեսակ սովորաբար ունենում են հրետանային, կապի եւ ռադիոտեխնիկական այլ ստորաբաժանումները։ Պետք է նաև ընդգծել, որ դիվիզիոնը օպերատիվ օղակ է, որը հրամանները ստանալով բրիգադից կամ գուցե դիվիզիայից ուղղակիորեն աջակցում է առաջնագծի ստորաբաժանումներին։ Այստեղ նաև չափազանց կարևոր եւ հետաքրքրական է բնականաբար հաշվի առնել մեր իրականությունը, ասել է թե պատմությունը եւ ներկան։ Մասնավորապես Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը տիպիկ օրինակ է, որտեղ ունեն կենտրոնական ենթակայության զորամասեր եւ ունեն 2 դիվիզիա իրեն ենթակա պաշտպանական շրջաններով։ Հայաստանի հատվածում ունենք կորպուսներ իրենց ենթակա հիմնականում գնդերի տեսքով։ Պետք է նաև այժմ ընդգծել, որ 20 թվականի պատերազմից հետո հիմնականում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել նաև մեր կառուցվածքային ստորաբաժանումների տեսակների մեջ։ Մասնավորապես այժմ հիմնական ստորաբաժանումները սովորաբար հանդես են գալիս բրիգադի տեսքով։ Որպեսզի առավել հեշտ տարբերենք նշված 3 տերմինները, այն է դիվիզիա, դիվիզիոն եւ մարտկոց, եկեք կատարենք հստակ տարանջատում։ Դիվիզիան հիմնական մարտական միավորն է։ Դիվիզիոնը մասնագիտացված օղակ է, հիմնականում հոպի եւ հրետանային ստորաբաժանումներում, իսկ մարտկոցը արդեն կրակային խմբավորում է, որտեղ մարտկոցը դիվիզիոնից ստանալով հստակ ցուցումներ, հրամաններ, կոորդինատներ, հրամանը վերածվում է կոնկրետ կրակի։ Եթե փորձենք երևույթը բացատրել բոլորին ավելի հայտնի տերմիններով եւ առավել առօրեական բառապաշարով, կարող ենք ասել, որ համազորային ստորաբաժանում ընդունված մարտական միավորը, որին մենք կոչում ենք գումարտակ, իսկ խոսակցական տարբերակով բատալիոն, ապա դիվիզիոնը այդ նույն գումարտակային ստորաբաժանումն է պարզապես հրետանային կապի, ռադիոտեխնիկական եւ այլ ստորաբաժանումներում։ Դիվիզիոնը սովորաբար ղեկավարում են մայոր կամ փոխգնդապետ զինվորական կոչում ունեցող զինծառայողները։ Այսպիսով ամփոփելով կարող ենք նշել, որ դիվիզիան դա բանակի ողնաշարն է։ Դիվիզիոնը նրա մկանները, իսկ մարտկոցը այդ մկանները սնուցող ուժը։ Այսպիսով պետք է հիշել, որ պատերազմում հաղթում են ոչ թե նրանք, ովքեր ունեն միայն ուժ, այլ նրանք, ովքեր ունեն հստակ եւ կազմակերպված կառուցվածք։ Դե ինչ, այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Կհանդիպենք եկող շաբաթ։